Առաջադրվելով 4-րդ ընտրատարածքում ռեյտինգայով, տեղյակեք հանրապետականից ովքեր են ձեր մրցակիցները և ինչպես է գնահատում ձեր շանսը։ Այս պայդրությամբ արդեն իսկ որոշակի տեղեկատվություն ունեմ մյուս քաղաքական ուժերից, ովքեր են առաջադրված 4-րդ ընտրատարածքում։ Ինքս առաջադրվել եմ ռեյտինգային ընտրակարգով ժողովրդին ավելի ծանոթ այս ձևակերպումով 4-րդ ընտրատարածքում, որտեղ ներառում է Կենտրոն վարչական շրջանը, Էրեբունին, Նորք Մարաշը և Նուբարաշենը և գիտեմ, որ մրցակից հիմնական հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից, օրինակ համար Արմեն Աշոտյանն է առաջադրված և այլ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ։ Կարճ ժամանակ է մնացել ամբողջական ցուցակները հրապարակելու և ճշգրտումները գիտեք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունենում կհրապարակվեն վերջնական տեսքով և արդեն իսկ կհասկանանք, թե ում հետ է մրցապայքարը գնալու։ Շնորհակալություն։ Պարոն Էֆիաջյան, դուք գնում եք, որպեսզի վերցնեք իշխանություն, թե ինչպես մյուս ուժերը գնում եք, որպեսզի լինեք երկրորդ ընդդիմադիր բևեռը խորհրդարանում։ Գիտեք ինչպես, այս փուլում տարբեր քաղաքական ուժեր արդեն իսկ առիթ ունեցել են հրապարակելու, որ նրանք հավակնություններ ունեն երրորդ տեղ զբաղեցնելու, միգուցե երկրորդ տեղ զբաղեցնելու, առաջին տեղ զբաղեցնելու։ Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առավելագույնս փորձելու է ներգրավվածություն ունենալ խորհրդարանում, որովհետև կարծում ենք, որ այն ծրագրային մոտեցումները, որոնք որ մենք ենք առաջարկելու մեր ժողովրդին, դրանք մեր երկրում պետք է իրականություն դառնան եւ այն կադրային ներուժը, որը որ ներգրաված է Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակներում, թե որպես կուսակցականներ, թե որպես անկուսակցականներ, նրանց նպաստը մեր երկրին բերելը շատ կարևոր կլինի եւ դրա արտացոլանքը ըստ էության շատ մեծ է լինելու։ Այդ իսկ պատճառով մենք այս քարոզարշավի ընթացքում փորձելու ենք լավագույնս ներկայացնենք թե մեր կադրային ներուժը, թե այն ծրագրային դրույթները, որոնք փորձելու ենք իրականություն դարձնել։ Իսկ թե որ հորիզոնականը եւ ինչպիսի քվեկ ստանանք, դրա որոշողը միմիայն մեր երկրի քաղաքացիներն են։ Այսինքն ի սկզբանե չեք դիրքավորվում ընդդիմադիր դաշտում։ Գնում եք դուք իշխանություն վերցնելու։ Մենք գնում ենք ընտրությունների, մենք գնում ենք մեր ծրագրերը ներկայացնելուն։ Ժողովուրդն է որոշելու, ով ինչ մասնակցություն կունենա քաղաքական դաշտում։ Համեց։ Գիտեք ինչպես, ես ինքս անտրամաբանական եմ մի փոքր էլ համարում, երբ որ քաղաքական ուժը ասում են մեր հավակնությունները 4 տեղին է, 2-րդ տեղին է, 3-րդ տեղին է։ Ի վերջո եթե ասում ենք ժողովուրդն է որոշողը, ի՞նչն է պատճառը, որ չեք թողում, որ ժողովուրդը որոշի եւ արդեն ձևակերպմամբ հանդես եք գալի, որ այս քաղաքական ուժը ինքը իրան տեսնում է այս դիրքում կամ այն դիրքում։ Որտեղ պարզ է, որ ժողովուրդ մեծամասնությունը քվեարկելու է իմ քայլը դաշինքի կողմից։ Այդ պարզեն մենք կիմանանք ամսի 9-ին եւ ամսի 10-ին պաշտոնական հրապարակումից հետո։ Աշխարհի որ երկրում է ժողովուրդը որոշում, որ քաղաքական ուժը դառնա ընդդիմություն թե իշխանություն։ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդն է որոշելու, որ քաղաքական ուժերը ինչ ներգրավվածություն կունենան խորհրդարանական աշխատանքներում եւ ըստ ներգրավվածության ըստ էության էլ ուրվագծվում է, թե որ քաղաքական ուժը որ դաշտում կգործի։ Բայց եթե դուք երկրորդ ուժն եք դառնում, դուք ընդդիմություն եք լինելու թե իշխանություն։ Տեսեք, մեր սահմանադրությունը շատ հստակ սահմանում է նաեւ ժողովուրդը իր իշխանությունը ինչ կերպով է իրացնում։ Դա պետական այրերի, պետական պաշտոնյաների եւ ընտրությունների միջոցով։ Եվ այս առումով մեկ անգամ եւս պետք է կրկնվեմ, այո, ժողովուրդն է որոշելու, այո, ինչ համամասնություն որ կունենան խորհրդարան ներգրաված ուժերը, ըստ դրա էլ, ըստ դրանից հետո բխող մնացած քաղաքական գործընթացներից կուրվագծվի, թե որ քաղաքական ուժը իշխանություն կլինի, որ քաղաքական ուժը միգուցե կոալիցիոն քաղաքական ուժ կլինի, որ քաղաքական ուժը համագործակցող քաղաքական ուժ կլինի եւ որ քաղաքական ուժը ընդդիմադիր դաշտում գործունեություն կծավալի։ Պարոն Էֆիաջյան, դուք վախենում եք Նիկոլ Փաշինյանին դինել ընդդիմություն։ Դուք ձեր ձևակերպման մեջ որոշակի այդ վախենալու հետ կապված մեր քաղաքական ուժը որովհետեւ դաշտում գործունեություն ծավալելուց վախի զգացողություն չի ունեցել եւ մենք մշտապես պատասխանատվություն վերցնելու զգացողությամբ ենք առաջնորդվել եւ առաջիկայում մեզ որքան որ վստահության քվեկ ստանանք մեր երկրի քաղաքացիներից, ինչպիսի որ ներգրավվածություն կունենանք, ըստ այնմ էլ մեր գործունեությունը հետագայում կշարունակենք։ Որևիցե խնդրի հետ կապված նախկինում, ներկայում եւ ապագայում ուզում եմ իմանալ, եթե ինչ որ խնդիրներ կտեսնենք, բացեր կտեսնենք,
սխալ գործողություններ կտեսնենք, կաշկանդված չենք եղել, կաշկանդված չենք եւ կաշկանդված էլ չենք էլ լինելու այդ բացերից խոսելու գնահատականներ տալու շատ կոշտ։ Պարոն Էֆիաջյան, քիչ առաջ Արմեն Ռոստամյանը բացառեց, որ իհարկե թե խորհրդարանում հայտնվեն, կոալիցիա կազմեն Նիկոլ Փաշինյանի Միքայելը Դաշինքի հետ։ Դուք կարող եք նման ձևով բացառել այդ հնարավորությունը։ Տեսեք, նման հարցերը ամեն մի քաղաքական գործիչ իրավունք ունի իր դիրքորոշումը հայտնելու, բայց վստահաբար ձեզ ասում եմ, նման որոշումներ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում իրագործում է եւ որոշում է կայացնում քաղաքական խորհուրդը եւ երբ որ ընտրությունները տեղի կունենան, որպես իրողություն մենք փաստ արդեն իսկ կարձանագրենք, դրանից հետո մենք մեր քաղաքական խորհրդով, քաղաքական թիմով կհավաքվենք, կքննարկենք մեր հետագա գործունեության հետ կապված։ Պարոն Էֆիաջյան, երբ ԲՀԿ ասում են քաղաքական դաշտում, միանգամից պատկերացնում ենք, ասենք, Գագիկ Ծառուկյանը իր առյուծներով փող, շատ փող կարելի ասել, եւ շեյխերի ներդրումները գաղափար չկա, ասում են ԲՀԿ-ի հետևում։ Մարդիկ են նրանք, որոնք հավաքվել են փողի շուրջ։ Դուք ինչ կասեք այս մասին, շնորհակալություն։ Ձեր հարցի ձևակերպման մեջ որոշակի կողմնորոշող ինչ-որ ձևակերպումներ կա բնականաբար, ես կարծում եմ որևիցե մեկը ընդհանուր ամբողջ հասարակության ժողովրդի անունից մի քաղաքական ուժի ղեկավարի գնահատական տալու կամ վերաբերմունք ցույց տալու իրավունք չունի։ Մեր քաղաքական ուժը շատ հստակ իր ծրագրերը ներկայացրել է եւ ներկայացնելու է եւ ապագայում էլ մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, այո, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հեղափոխությունը կայանա եւ գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը շատ ազդեցիկ մարդկանց հետ կապեր ունի եւ այդ կապերը լավագույնս կիրառում եւ օգտագործում է մեր երկրում տնտեսությունը զարգացման գործում։ Պարոն Էֆիաջյան, Հանրապետական ասում է, որ Նիկոլ Փաշինյանից լավ իրենց որևէ մեկը չի քննադատել եւ այն քաղաքական ուժը, որը կշարունակի նաեւ իրենց քննադատել, ըստ էության ձայն է տալու, այդ ձայները ուղղվելու են Միքայելը Դաշինքին։ Արդեն որոշված է Քարոզ Արշավի ուղղությունը, մարտավարությունը, թիրախը լինելու են նախկին իշխանությունները, թե ամեն դեպքում Բարգավաճ Հայաստանը հանդես է գալու սեփական ծրագրերով։ Շնորհակալություն, ես քննադատելու կամ կարծիք հայտնելու հետ կապված քիչ առաջ էլ ասեցի, մեր քաղաքական թիմը երբևիցե կաշկանդված չի եղել ամենատարբեր մակարդակներում, եթե խնդիրներ ենք նկատել, տեսել մենք դրա մասին բարձրաձայնել ենք եւ նաեւ մեր սեփական տեսլականն ենք արտահայտել այս կամ այն խնդրի լուծման հետ կապված եւ հետագայում էլ մեր ձեռագիրը չի փոխվելու, որպես այդպեսին։ Ուրիշ մանրամասներ կար հարցեր կապված, եթե ուզում եք արձագանքի։ Պարոն Էֆիաջյան, ձեր գնահատականն եմ ուզում խնդրել Բելարուսի արտգործնախարարության բավական կոշտ եւ վիրավորական հայտարարությունների հետ կապված ուղղված Նիկոլ Փաշինյանին եւ Հայաստանին, որ փողոցային ժողովրդավարությունը հապկում գործածելի չէ, որ դուք միջազգային դատախազ չեք եւ այլն, ինչպես եք սա գնահատում եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը բավական ջերմ եւ մտերիմ հարաբերություններ ունի Լուկաշենկոյի հետ, արդյոք հնարավոր է, որ նաեւ նա ինչ որ ձևով միջամտի այս լարված հարաբերություններին, որոնք վերածվում են արդեն փոխադարձ վիրավորանքների։ Հարգելի Տիկին Ստեփանյան, ես կարծում եմ փոխկապակցված հարցով հանդես գալը տեղին չէ, դա հայտնի հայտարարություն է, որը որ մեր երկրում տարբեր քաղաքական գործիչներ առիթ ունեցել են ձևակերպումներով, գնահատականներով հանդես գալու։ Ես ինքս պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկրի ներքաղաքական գործունեություն եւ գործողություններ տեղի իշխանությունն է իրականացնում եւ այս առումով էլ բացառություն չէ եւ դրանից մեր իրավունքները որևիցե կերպ չեն փոխվում։ Մենք բնականաբար պետք է նաեւ փորձենք հասկանալ ինչպիսի բովանդակությամբ հայտարարություններ են տեղի ունենում, որովհետև ինքս նաև հապկի հետ կապված քայլերի եւ գործողությունների մասով կարծում եմ, որ մենք լավագույնս պետք է բոլոր նախադրյալները եւ հնարավորությունները հատկապես միջազգային հարթակում լավագույնս կարողանանք կիրառենք ի օգուտ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Դուք ասում եք, որ դուք հեղափոխության կրողն եք, ճիշտ է։ Հիմա հեղափոխության արժեքները այսպես ծաղրի կամ հեգնանքի առարկա են դառնում Բելարուսի կողմից, դուք չունեք գնահատական կոնկրետ սրա վերաբերյալ։
ես էլի եմ ասում, մենք մեր գործունեությունը, մեր երկրում վարվող գործունեությունը առհասարակ այդ քայլերից կամ խոսքերից որևիցե կերպ չի փոխվում։ Եվ այն մոտեցումը, որ ընդհանուր գործունեությանը պետք է կոշտ գնահատականներ տվի, ըստ էության ընդունելի չենք համարում, բայց մենք պետք է ավելի խորը ուսումնասիրությունների առարկա դարձնենք միջազգային հարթակներում, որտեղ կարող ենք մեր երկրին, մեր պետությանը դիվիդենդներ բերել, այդ հարցերում պետք է ավելի ուշագրավ լինենք։ Եվ սևեռվել նմանատիպ հայտարարություններին այդքան էլ տեղին չեմ համարում, որովհետև մեր երկրում այսօրեական քաղաքական կարևորագույն գործընթացը ըստ էության նախաձեռնվել եւ մենք անցած շաբաթն էլ նաեւ մեր ճեպազրույցի իմաստը նաեւ որ անցած շաբաթը քաղաքական ամփոփ ենք, տարբեր քաղաքական կարևորագույն իրադարձություններ են տեղի ունեցել, ինչի հետ կապված տեղին եմ համարում խոսելուն։ Օրինակի համար կարևոր չէ, այսինքն որ հապկում լուրջ կարևոր է, միանշանակ կարևոր է, բայց մենք ամբողջ ճեպազրույցի քննարկման թեման չպետք է դարձնենք այլ երկրի ղեկավարի ինչ որ գնահատական։ Հեգնանքն է, գնահատականը չի, պարոն Էլֆիաջյան։ Դե ինչ որ գնահատական, որի մեջ հեգնանք կամ այդ ձևակերպումներով կարող ենք հանդես գալ։ Ես գտնում եմ, որ մենք ավելի տեղին կլինի քննարկենք, որքանով հնարավոր կլինի 2019 թվականի բյուջեն ավելի մրցունակ դարձնել եւ մեր երկրում ծանրացած մի շարք սոցիալական, տնտեսական խնդիրները լուծելու հետ կապված։ Գիտեք, որ շատ բուրըն քննարկման առարկա դարձավ վիճակախաղերի մասին օրինակի համար օրենքը կաթողիկոսի անվտանգության հետ կապված հարցը քննարկվեց, չգիտեմ, ազգային ժողովում այս պայդրությամբ էլ գիտեք, որ հենց մեր խմբակցության ներկայացուցիչների կողմից անձամբ պարոն Մելքումյանի նախաձեռնությամբ ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որտեղ հոսանքի գազի սակագնի հարցն է քննարկվում եւ մի շարք նմանատիպ հարցեր, օրինակ ըստ իս, որոնք այդ ամենը կասկածի տակ կդրվեն, պարոն Էլֆիաջյան, եթե մենք լուրջ խնդիրներ ունենանք մեր անվտանգային այդ լուրջ համակարգում, որն է հանդիսանում ՀԱՊԿ-ը։ Ես ձեզ քիչ առաջ էլ ասացի, որ տեղին եմ համարում միջազգային հարթակում մենք լավագույնս կիրառենք եւ կարողանանք օգտվել այն հնարավորությունները, որոնք որ նմանատիպ կառույցները մեզ ընձեռում են։ Եվ այն գնահատականը, որը որ հնչել է Լուկաշենկոյի կողմից, անձամբ իմ համար անընդունելի եմ ես համարում եւ բնականաբար մեր երկրի տարբեր այրեր ամենատարբեր գնահատականները տվել են եւ չեմ էլ փորձում ինչ-որ այստեղ մի հայտարարություն անել եւ դրանով դիվիդենդներ հավաքել։ Մենք պետք է առաջ նայենք, մեր քայլերն ու գործողությունները ավելի ծանրակշիռ եւ կշռադատված պետք է լինեն, որպեսզի խնդիրներ մենք չունենանք։ Գագիկ Ծառուկյանը կխառնվի գործընկերոջից երկրորդ մասին չպատասխանեցիք հարցի։ Գագիկ Ծառուկյանը որևէ միջամտություն կունենա Լուկաշենկոյի հետ լավ հարաբերություններն օգտագործելով։ Գագիկ Ծառուկյան մշտապես իր անձնական կապերն էլ լավագույնս օգտագործել է, որպեսզի մեր երկրում տնտեսական, սոցիալական վիճակը փոխվի։ Եվ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակին դուք կարող եք դիմել, նա ավելի մանրամասն ձեզ կներկայացնի այս հարցի հետ կապված իր դիրքորոշումը։ Ես առհասարակ որպես օրինակ եմ բերում, որ մշտապես նա իր անձնական կապերը փորձել է լավագույնս կիրառել մեր երկրի տարբեր ոլորտների զարգացման համար։ Հարգելի գործընկերներ, կարող եք դուք պարոն Ծառուկյանի մամուլի խոսնակին դիմել, ավելի մանրամասն ձեզ տվյալ հարցի հետ կապված ներկայացնել։ Պարոն Էլֆիաջյան, պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականից ուզում է շրջանառության մեջ դնել մի մեխանիզմ, որպեսզի հարկվեն տրանսֆերտներ, այսինքն դրսից եկող գումարները 23% եկամտահարկ եւ այլն։ Դուք ինչպես եք վերաբերվում ՊԵԿ-ի այդ նախաձեռնությանը, որով այսուհետև Հայաստան մտնող գումարները, աղքատին հասնող գումարները նաեւ կհարկվեն։ Գիտեք ինչպես, նախկինում մի արատավոր երևույթ կար եւ դուք որպես լրագրող էլ բազմաթիվ անգամներ առիթ ունեցել եք լսելու եւ նաեւ կարծում եմ լուսաբանելու, որ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ փոփոխությունների ենթարկված օրենքի նախագիծը եւ նախագծերը վերաբերել են հենց հարկային քաղաքականությանը, հարկային օրենսդրությանը եւ այս առումով նաեւ նախկին արատավոր մի դրսևորում կար, որ անընդհատ երբ որ սոցիալական վիճակը վատթարանում էր, հարկային դաշտը ավելի կոշտանում էր իր քաղաքականության առումով եւ 2018 թվականն է դեռևս եւ 2020 թվականին բավականաչափ ժամանակ կա եւ առաջիկա
խորհրդարանը, որը որ ես կարծում եմ իրոք լեգիտիմ խորհրդարան է լինելու եւ արտահայտելու է ժողովրդի կարծիքը, հնարավորություն կունենա նման հարց քննարկելու եւ ինչպիսի որոշում որ կկայացնի, դա բնականաբար կունենա օրենքի ուժ։ Ես գտնում եմ եւ տարբեր առիթներ ունեցել ենք նաեւ 2000 քանի որ տես պատմական ինչ-որ էքսկուրս են կատարում 2009, 2010, 11 թվականներին հիշում եք, երբ որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը նաեւ վրա հասավ Հայաստանին, ամենատարբեր մեկնաբանությունները եղան հարկային քաղաքականության հետ կապված եւ կհիշեք, որ հայտնի հայտարարությունը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, որ տվյալ իրավիճակներում հարկային բեռը ոչ թե ավելացնում են, այլ մեղմում են եւ դրանով տնտեսությունը ավելի մեծ թափ է ստանում զարգացման առումով, ոչ թե հակառակ քաղաքականությունն են վարում։ 2020 թվականին տնտեսական ինչպիսի իրողություններ կլինի Հայաստանի Հանրապետությունում, չեմ փորձի հիմա վերլուծություններ կամ գնահատականներ տալ, այդ ժամանակահատվածին համահունչ ես կարծում եմ խորհրդարանը իր գործունեությունը կծավալի եւ որոշում կկայացնի։ Այսինքն այս բանը դուք այդ ՊԿ այդ նախաձեռնության մեջ որևէ դատապարտելի բան չեք տեսնում ուղղված Հայաստանի քաղաքացուն, որը ապրում է դրսի գումարների հաշվին։ Ես իսկ ասացի, որ հարկային դաշտում անընդհատ կոշտացնել, շեմը բարձրացնել կամ նոր հարկեր ներդնել կամ այս պայդրությամբ կարելի է երևի տեղին ասել հորինել անտեղին եմ համարում, պետք է մտածել երկրի ներքին սոցիալական տնտեսական վիճակը փոխելու հնարավոր ներդրումներ եւ ներհոսք ապահովել, ոչ թե փորձել ամենտեղ հարկեր ավելացնել։ Իմ անձնական կարծիքը դա է։ Այդ ընդհանուր հայտարարագրումը բոլոր քաղաքացիների կողմից իրենց եկամուտների հայտարարագրումը նախորդ կառավարության նախաձեռնություն էր, չէ՞ կարծես թե դրա շրջանակներում այդ տրանսֆերտներն էլ ինչպես պետք է հայտարարագրվեն, դա ավելի ստվերային դաշտ չի անցնի արդյոք։ Ես գտնում եմ, որ բոլոր մեխանիզմները պետք է կիրառել, որ գործունեության նախկինի, ներկայի ու հետագայի համար մեր երկրի քաղաքացիների համար, բոլորի համար տեսանելի լինի պաշտոնյաների եկամուտները, փոխկապակցված անձանց եկամուտները եւ առհասարակ բոլոր հնարավոր ակտիվների շարժերը։ Տեսեք, ստվերում գործելու մոլուցքը շատերի մոտ չի դադարում եւ բնականաբար սա անվերջ գործընթաց է, ինչի հետ կապված պետք է միշտ զգոն լինել, պատկան մարմինները պետք է միջոցառումներ իրականացնեն, իսկ իրավական դաշտում, օրենսդրական դաշտում մշտապես պետք է կատարելագործել եւ համապատասխան ժամանակահատվածի որոշումներ ընդունել։ Իմ գործընկերը հավանաբար նկատի ունի հետեւյալը, մինչեւ հիմա գումարները գալիս էին բանկով։ Այո։ Հիմա օդանավակայանում ես փող եմ տալիս ձեզ եւ ասում եմ, պարոն Էֆիա ջան, այս $1000 տվեք ռիփսիկին, արձան։ Տվեք փոխանցեմ ռիփսիկին։ Հա։ Այս սաստվերա մտահոգությունները հասկանում եմ, որովհետև որոշակի նաև այս գործընթացի հետ կապված պատկերացումներ ունեմ, առհասարակ բանկային համակարգից, եթե վստահության նայենք, մեր երկրի բազմաթիվ քաղաքացիներ այդքան էլ մեծ վստահություն չունեն այդ փոխանցումների առումով եւ գիտեք, որ ծառայություններ կա արագ դրամական փոխանցումների չգովազդելու համար, չասեմ, որ կազմակերպությունները նաև կարծում եմ ձեր համար հայտնի կազմակերպություններ, ինչպես նաև դրա երրորդ տարբերակն է կա, ձեր ասած տարբերակով անձնական խնդրանքի միջոցով որպեսի փոխանցեն գումարը։ Ես կարծում եմ, եթե նման գործընթաց վարվի, բնականաբար մարդիկ նախընտրելու են իմ կողմից քիչ առաջ ասած երրորդ տարբերակը, որ անձնական տարբերակով փոխանցեն։ Մի հետաքրքիր նախաձեռնության մասին էլ ձեզ ասեմ, առհասարակ մուտքերի մասով։ Արագ փոխանցման այդ ծառայությունները, որ իրականացնում են, Հայաստանում գրանցված են 1 տասնյակից ավել կազմակերպություն եւ այդ կազմակերպություններից շուրջ 3-ն են դոմինանտ, որպես այդպիսին, էլի թվեր չհրապարակեմ, որովհետեւ տարբեր կազմակերպություններ կան, որոնք նաեւ փակվել են Հայաստանում, հարևան Ադրբեջանի միջամտությամբ, մատնանշելով, որ այդ կազմակերպություններն ու կառույցները նաեւ մասնաճյուղեր ունեն Արցախի Հանրապետության տարածքում եւ այդ գումարները միտված են ոչ թե անձնական միջոցներին, այլ հետագա նաեւ ռազմական զինման կամ քաղաքացիներին օգնելու նպատակներով եւ հիմա փորձում են նաեւ իրավական դաշտում այնպիսի միջավայր ձևավորեն, որպես այդ 10-ից ավել կազմակերպությունների մեջ միաբևեռ կամ դոմինանտ կառույց որպես այդպիսին չլինի եւ տոկոսային շեմ սահմանել, այդ տոկոսային շեմը սահմանված մենակ պայմանական, եթե մեկ կազմակերպություն 30%-ից ավել ինքն այդ դրամական մուտքերը ապահովում, բաշխել 30-ից հետո մնացած հավասարաչափ կազմակերպությունների միջև։